Արսիմանյան որոշ լրատվականներ գրում են, որ ՔՊԻ եւ վարչապետի վարկանիշը պատմականացվում է եւ դրան զուգահեռ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ինչպես կմեկնաբանեք։ Լավ է։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խաբկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է վարչապետը մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաճոյանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, մի համարեք, որ սա ինչ որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով ենք գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական որ չընդհատեսկի չէ, որտեղ հիմա ասում եք խոստովանում եք նախ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։ Իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Ովքեր են ձեր հիմնական ընդդիմախոսները, Արամ Սարգսյանը կարող է լինել Այդ մեկ, մեր ընդդիմախոսը ամենամեծ մենք ենք։ Մենք։ Չէ, հիմա որ ասում եմ քաղաքական դաշտում ոչ մեկ մի հատ երկրորդն էլ ասեմ։ Մի հատ երկրորդն էլ ասեմ։ Հեսա կասեմ, բոլոր հարցերին պատասխանում նորդ եմ։ Երկրորդը, այն աշխատանքները, այն գործը, որը մենք արել ենք, այն ամեն ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, որը որ մենք միգուցե մի քիչ վատ ենք ներկայացնում։ Անել ենք մարդկանց ներկայացնենք եւ վարչապետի շփումը, մեր շփումը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում շրջադարձային փոփոխություններ է տալու ընտրությունների արդյունքները։ Ես դրա մեջ վարկյան կասկած չունեմ։ Մենք հիմա ասում, դուք այդքան վատ բաներ եք գրում, ասում դուք չէ՞, ընդհանրապես եմ ասում, գրում, ասում, չէ՞։ Ես ամեն օր ոդկով իջնում եմ։ Ես 3 նիստից հետո ոդկով եմ իջել, դրանից մի օր առաջ իջել եմ, 5-6 անգամ նկարվել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, դրսից եկած մարդկանց հետ, Երևանում ապրող մարդկանց հետ։ Ժողովուրդ, այս Facebook-յան իրականությունից դուրս կա իրականություն, որտեղ իմաստուն հայ մարդը գիտի, որ ինքը նախնիների վերադարձը երբեք չի ցանկանում, երբեք թույլ չի տա։ B. Ինքը հասկանում է, որ այնուամենայնիվ, այսօրվա իշխանությունը սխալվում է, ճիշտ է ասում, բայց այսօրվա իշխանության տեղը ինքն է։ Ինքը կարողանալու է գնահատել։ Երրորդը, այսօրվա պես հասանելի իշխանություն Հայաստանի Հանրապետություն երբեք չի եղել, չի լինելու, շոկ հարցերն չեմ պատասխանել։ Եվ չի լինելու։ Էլ չեմ ասում, այն փոփոխությունները, որ մենք արել ենք, այն հարկային փոփոխություն։ Ժողովուրդ, այսօր բիզնեսմեն կա, որ իմ անվտանգության աշխատակցի կամ վարչապետի աշխատակցի ղեկավարի անունը կամ հեռախոսի համար ունի, որ ինչ-որ զանգի հարց լուծի, կամ իր հարկայինի պետի համար ունի, որ զանգի իր հարկայինի հարցը լուծի, ժողովուրդ, ուզում եք ասեք, այդ ամեն ինչը մարդը չգիտի ու չի գնահատում։ Ասում եմ մի հարցեր եք համատեքստում, երբ վարչապետը ստոպ տվեցինք բաներ հարցնում, մենք ով է հիմնական ընդդիմախոսը։ Դե 21 թվի ձեր խաղաքարտ, այսպես ասած, խաղաղության պայմանագիրներ, որ խաղաղություն եք։ Ամեն դեպքում որ ձեր ընդդիմախոսները պատերազմի կուսակցությունն էին, հա, հասկացա, բայց նաև խաղաղության գործընթաց, այսինքն խաղաղություն բերելու։ Հիմա եթե 26 թվին ամեն դեպքում Ալիևը չհամաձայնի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, ո՞րն է լինելու ձեր այսպես հիմնական առաջարկը։ Ես ձեր հետ չեմ համաձայնվի 21 թվականի ընտրությունների արդյունքի հետ կապված։ 21 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին էին։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միցինգներ Հանրապետության հրապարակում, երբ որ մարդիկ տեսան այդ մարդկանց ու հասկացան, որ ալարել չկա, հասկացան, որ իրանք պետքա կանգնեցնեն այդ մղձավանջը, այդ պետականության կորուստը, որը Հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ սպիտակ վերնաշապիկներով փորձում էր, ասում եմ, գայլերը, այտենց այդ բաները, գառան դեմքերը հակած,
փորձում են օկուպացված տարածքներ ունեք, ասում եք պետականության կորուստ, Պարոն Սիմոնյան, ասենք օկուպացված տարածքներն Արցախի մասին չենք խոսում, մեր տարածքների մասին ենք խոսում, ինչ պետականության կորուստ։ Չէ, պատասխանեք, ուղղակի գիտես որ պետականության կորուստ է, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացնել Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարեին որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի առևտուրը ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ կրկնակի ավելացել է եղել։ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Armentel-ը, ռուս գազի տրուբեն չպետք է տանենք ուրիշին եւ ասենք դե քեզ նվեր $250 միլիոն համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրն է որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, դու Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք կարել։ Այսինքն որ իրանց ասում եք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ, այդ որ իրանց ասում ենք իրանց դուրները չի գալիս, որ ասում ենք հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը փառեղ բառ այն մանկուրտները հայկական ազգանուններով որ ասում են դե եթե Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանա Ռուսաստանը կտխրի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա այն դեպուտատները իրանց որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փագա որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի իմ անունն են տալիս որոնք ընտրված են արա այդ երկրի ընտրված իշխանությունն է դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, այդ ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուները չի գա, մեր ժողովրդի դուրս կգան 2026 թվականին, ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տես բան կարա կանեք։ Պարոն Սիմոնյան, իմ հարցը մնաց պարոն Սիմոնյան։ Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում ինքը շատ ծանր է տարել, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Ասում եք հերոտրաբանությունը փոխվել է, դուք մեղմ եք առաջ, հիմա նորից կոշտացել։ Ես մեղմ լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում, ես ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ, հաճախ ավելի լավ, քան իմ մասին վատ բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու այն մնացած բոլորը ես իմ հավասար սանդղակի վրա չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես է դրա համար եմ ստեղ ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղը ինչ չի սիրի, մյուսը ինչ չի սիրի, մյուսը իմ մասին վատ բան կասի կամ իմ գլխին մի բան կսարքելի, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը։ Ուրեմն ես պետք է տամ իրաց դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու, ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ։ Այս դրա մասին եմ գնալու խոսը։ Բայց եթե թուրքերն ու ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք, անկախության հռչակագիր փոխեք։ Անենց ուրախ եմ որ դու ստեղ ես ու ընդդիմադիր լրագրող։ Լավ, դուք ասում եք ռուսները, բայց երբ թուրքերն ու ադրբեջանցիների պահանջով հայերը գնում են ինչ-որ զիջումների, դա ինչի մասին է խոսում, պարոն Սիմոնյան, եւ բոլորը հենց դա են ակնարկում, որ հակառուսականի զուգահեռ դուք նաեւ այսպես թուրք-ադրբեջանական տանդեմի ինչ-որ շահեր 2021 թվականը ասեցի, 2020 թվականից սկսած, պատերազմից սկսած, ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հեռուստաալիքները խոսում են դրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմ ենք ունենալու, երրորդ պատերազմ ենք ունենալու, որ Հայաստանի իր ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին է։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այն մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումների, այդ սահմանազատումը, բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասել է հա այդ քո սահմանն է,
ժողովրդին վեկալել եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությունը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է։ Այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կանալու բանակցի, 17 կետի շուրջա բանակցել, 17 կետած, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել եք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիկ վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը, ասենք իրանք ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մոտորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրել։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթ օգտագործելով 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանել։ Այդ որ տարբեր տեղեր, այդ 90-ականներից սկսած, այդ գիծը, այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց, կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շտկում։ 2021 թվականի դուք պարոն Սիմոնյան, դուք 2021 թվականի պողպատե մանդատի համար գնացիք քաղաքացիներից, խնդրեցիք քվե, ստացաք քվեները, հիմա վարչապետը 3 ազգային ժողովում հայտարարում է, որ գնում ենք ներկայացնենք, ինչպես դուք նշեցիք, որ կգնանք, կներկայացնենք մեր հարած աշխատանքները, ասում եք գնում են ներկայացնում, ասում դպրոց մանկապարտեզ ենք սարքի, ասում են հələ մի ցրի, մի րոպե, Բաքոյչյանն ու Սեժիխին նստած չեն։ Հիմա այդ հարցը 2026 թվականին ինչպես եք պատասխանելու մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնեք դպրոցը, ասելու են հələ մի ցրեք, Բաքոյչյանը, Սարգսյանը։ Հետաքրքիր չէ, որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան գիտեմ, հա, ոչ ընդդիմադիր լրատվական խոսքի ազատությունն է, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս, դա բարդ է, դա իրոք բարդ է եւ այն որ մենք անընդհատ եւ վարչապետը անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է, իսկ ինչ վերաբերում է ինչի Ռոբերտ Քոչարյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի այն մյուսը, դա իրավաբանների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, մեզ համար դժվար է եւ ոչ թե դժվար է, անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է, շատ ցանկա, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ով մարդա գյուլել Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզներից տանեն գցեն պատվալները, բայց ասում եմ, ես հրեշին սպանողը կդառնում է հրեշ, հա մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա, ու ինքը իր պատիժը ստանա։ Դե բայց զավեշտ է, չէ, որ մոտավորապես 10 րոպե տարբեր տեղերից բաց ինֆորմացիայի վրա հղում ես կատարում ու ասում ես բանա, փագա, ոչ մի ինֆորմացիա չկա եւ անընդհատ հղում ես կատարում բաց ինֆորմացիայի վրա, որ պետությունը այսքան բան է արել եւ ազգային ժողովը այսքան բան է արել, չգիտեմ, ես պետքա խմբագրեմ, թե որ երկրի իշխանությունը իր ինքնաթիռով քանի հոգով է որոշում այս կատարի, մեր Վիետնամի գործընկերները եկել են ստեղից է գնացել են մեկ այլ միջոցառման եւ դրա ինֆորմացիան նույնպես բաց է եւ ասել որ ես ինչ նախարարի ընկերոջ հարևանը եւ այդ ձևով փորձել ինչ որ կոռուպցիայի եւ բանի շղարշ ստեղծել ես չգիտեմ որքանով է լուրջ իհարկե խնդիրներ կան դրա մասին բոլորս խոսում ենք դատախազության հետ աշխատում ենք, ասվածի մեջ էլ նաև ճշմարտություն կա, բայց եթե թափանցիկությունից ենք խոսում, եկեք նաև մյուսների թափանցիկությունից խոսենք, օրինակ լրատվամիջոցների թափանցիկությունից խոսենք, հա, հասկանանք, օրինակ 3900 տպականակ ունեցող ժողովուրդ օրաթերթը ոնց է կարողանում ապահովել իր օրինակ բյուջեն եւ աշխատավարձներ տա եւ աշխատի։ Եվ քննարկենք ոչ այն բաց ինֆորմացիան, որ ինչ որ ենթադրենք ոչ ժողովուրդ օրաթերթի սեփականատերը կամ ինչ որ այլ որևիցե այլ սեփականատեր գնում է օրինակ ինչ որ բանկի տիրոջ մոտ
եւ շանտաժ է անում եւ ասում է, եթե դու իմ մոտ գովազ չդնես, ես քո մասին վատ բաներ կգրեմ։ Այդ թափանցիկությունը, չէ, ձեր հետ եմ կիսվում, դուք այդ ոլորտն, բայց դուք խեք արձագանքում։ Հա ինչ անենք, բոլորն էլ նայում են, կարող վախի մնա Տիկին Գրիգորյանը չարձագանքեց ձեր կողքը նստած։ Մտածեցիք ձեր մասին եմ ասում։ Ուրեմն պետք է հասկանալ, այդ ոնց է ստացվում, որ լրատվամիջոցը, որը որ գալիս է եւ արդարությունից է խոսում, գնում է, տերը մտնում է բանկ, ասում է քո մասին, եթե չես ուզում վատ բան գրեմ, իմ մոտ կբերես գովազ կդնես։ Կամ ասում է դու օրինակ այս մի լրատվամիջոցում գովազ դրել ես, եթե իմ մոտ էլ չդրեցիր, հետ քեզ վատ կլինի։ Տիկին դատախազ լավ չի։ Պետք է այդ շանտաժի դեպքերը պետք է բացահայտվեն։ Բախի չբացահայտվեն։ Գալ ասել ստեղ, ուրեմն այսքան տվել եք, այսինչ բանը առել եք, այո, առել ենք այն, ինչը որ բաց դուք տեսնում եք եւ ինչի կարիքը մենք ունենք եւ ինչի հաշվետվությունը յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է գրավոր գրի եւ ստանա դրա պատասխանը եւ տիկին դատախազ դու կամ որևիցե իրապահ մարմին ձեզ թվում է մենք այնքան ասենք լավ ենթադրենք ինչ որ բաներ չգիտենք բայց ձեզ թվում է մենք այնքան հիմար ենք պետք է բռնենք բաց է բաց ազգային ժողովի համար ինչ որ բաներ առնենք ասենք մանկան խանութից եւ ամեն մի բան վինիպուխի խաղալիքի մեջ 1000 դրամ փող աշխարհ ասենք ինչ պետք է անեինք այդ բաժանել ենք մեր երեխեքին որոնք գալիս են ստեղ այդ ձեր նշած մանկան գնումը եթե ես չեմ սխալվում որքանով չեմ սխալվում կամ Ղարաբաղից եկած երեխեքի կամ Սյունիքից եկած երեխեքի կարող է եւ սխալվում են, բայց ինչ որ երեխեքի նվերներ են կարել, տվել ենք, ասեմ ավելին, մեկ-մեկ էլ երեխաները, որ օրինակ երեք Սյունիքից երեխաներ էին եկել, մենք ստե ճաշարանում իրենց հյուրասիրել ենք այդ երեխեքին եւ օրորացային երեխեք են, հա, հիմա օրորացային երեխեքի հետևից եք ընկել, լավ եմ արել Դատախազությունը թող զբաղվի, տեսնի ես իմ ընկերոջ հարևանի օրորացային երեխային կարող է մանկանից փափուկ խաղալիք եմ նվիրել, այ քեզ բան, այ հայո պետության հաշվին, տեղեկացնեմ, Տիկին Թովմասյան, եթե դուք չգիտեք, ազգային ժողովի նախագահը ունի մոտավորապես X քանակով բյուջե, որը որ պետության կողմից իրեն տրամադրված է եւ ինքը իր որոշումով այդ բյուջեն կարողանում է օգտագործել։ Դա մեր կողմից բերված չի եւ այդ բյուջեն կա ազգային ժողովի ստեղծման սկզբից։ Այդ բյուջեից ես բազմաթիվ գումարներ եմ ծախսել, կարող եք զբաղվել դրանով։ Վճարել եմ շատ մարդկանց վիրահատության համար։ Շատ անապահով ընտանիքներ, որոնք դիմել են ինչ-որ խնդրի հետ կապված, ես օգնություն եմ տրամադրել եւ դա մտնում է լրիվ օրինական դաշտի մեջ եւ դրա հաշվետվությունն էլ հետաքրքրվեք, ստացեք, բայց գիտեք ինչ, գալ ստեղ եւ այդ ամեն ինչը ներկայացնել որպես կոռուպցիա, որ ինչ-որ բան երեխեքին մանկանից ինչ-որ բան եմ առել նվիրել, այո, էլի նվիրելու եմ մեր երեխաներին, որոնք որ ծնող չունեն, որոնք մանկատներում են, մեր մեծերին եմ գնացել տեսել, շատ մեծերի բան եմ արել, փսակներ եմ առել շատ դեպքերում, ծաղիկներ եմ ուղարկել, ինչ-որ մարդկանց, որոնք հացի խնդիր են ունեցել, օգնել եմ եւ այդ բյուջեն դրա համար է եւ Տիկին դատախազ զբաղվեք դրանով, ես իրականում գիտեք ինչն է ինձ դուր գալիս, այս բաց երկրի, ժողովրդավար երկրի, մեր ստեղծած, նկատի ունեմ այն 18 թվականի մեր ժողովրդի ստեղծած երկրի ինչն է իմ դուրը գալիս, որ այս ամեն ինչը այդքան բաց է, որ իրանք մտածում են, որ այս ամեն ինչը անելով վնաս են տալիս, ինձ օրինակ, հա, ին վրա բերեմ օրինակը, որ որևիցե մեկը չմտածի, բայց ինձ օգնում են։ Ցույց են տալիս, թե ինչ աշխատանք ենք մենք արել, հետագայում հնարավոր հարցադրումները իսպար վերացնում են, որովհետև խնդրում եմ, այո, Տիկին դատախազ, զբաղվեք յուրաքանչյուր գործով, իմ յուրաքանչյուր գնում, իմ յուրաքանչյուր նվիրատվություն, այո, նայեք, որովհետև հետո որ մարդ ես, մի օր չգան սկսեն իրանց բերած դատախազներով, ոնց որ պարտակում էին գործերը, քաղաքական ծառայություն մատեցող դատախազներին, որոնք հետո, չգիտես ինչի, երկու կրակոցով ինքնասպանություն էին անում Լսել եք, որ երկու կրակոցով ինքնասպանության դեպք ունեինք, մեկը դոշին, մեկը գլխին, մարդը, չգիտեք դες դեպքեր, բայց փառահեղ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որ Տիկին Թովմասյանը ասում է, ես կարոտում եմ այն ժամանակվա կոռուպցիան, գիտեք խիա կարոտում են ժամանակվա կոռուպցիան Տիկին Թովմասյանը, որտեղ այն ժամանակ, ես չգիտեմ Տիկին Թովմասյանի հետ տենց բան կար թե չկար, ծրարով միշիկը փող էր տալիս, ինձ կյանքում միշիկ ինձ փող չի տվել։
ծրարով փող էր տալիս Միշիկը ու նույնիսկ իրար մեջ կռիվ էին անում, թե որ մի խմբագիրը ինչի $100 քիչ բան, անունը գիտեք ինչ էր, օգնություն թերթին, օգնություն, դե թերթ չէր ծախվում, օգնություն թերթին, էլի իմաստը որն է, իմ մասին վատ բան չգիտես, հիմա շատ լրատվամիջոցների ղեկավարներ մտածում են, ես իրանց էլ եմ ասել, մտածում են, որ բռնեն իմ մասին վատ բան գրեն, ես գիշերը չեմ քնելու, կամ էլ վարչապետը ինձ կանչելա վրեժ ջղայնանա, գիտեն ես էլ պետք է խառնում եմ իրոն ասեմ, հանգարց բան չգրեք, հանգարց, այ ինչ ուզում եք գրեք, այնքան գրեք, սենց ասեմ, եթե էլի բան կա գրելու, բացի այն բանից, որ ես այլ մոլորակային եմ, ամեն ինչ գրել եք ես պայմի դրությամբ, բայց էդ էլ գրեք, մարդ ես կարող է ինչ-որ մեկը իր վրա ջղայնանա, դրանով դուք ինձ ուժեղացնում եք, եթե ինչ-որ հարցեր կա մաքրում եք, որի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի, բայց ոչ իրական լրատվությամբ զբաղվող մեր գործընկերներ։ Իսկ Տիկին դատախազ ես երկրորդում եմ Տիկին Թովմասյանին, խնդրում եմ բոլոր նշված դեպքերը ստուգել եւ այնուամենայնիվ զբաղվել Հայաստանի Հանրապետության ազատ աշխարհում 34-րդ ազատ երկրի լրատվամիջոցների աղբյուրների բացահայտմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սենց պատրաստվում ես, գալիս ես, որ թեմատիկ խոսես, բայց նենց բաներ են խոսում այս մեր ընդդիմադիր գործընկերները, որ բան ասեմ, չես կարողանում, այդ 10 րոպեն էլ չի հերիքում, որ գոնե արձագանքես, որ էշիտեղ չդնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Էլի ուզում եմ ֆիքսել, ինչպես նախորդին ֆիքսեցի, որ էլի աթոռներին նայելու ենք, աչքեր պատկերացնենք, իրանց հետ խոսենք։ Տիկին Գալստյանը, Լիլիթ Գալստյանը, ինքը հայտնի է այդպես մասնավոր զրույցներում եւ ոչ միայն մասնավոր զրույցներում, հաճախ խոսում է, որ կինը կնոջը չպետք է թիրախավորի, որ գոնե մենք կանանցով այդ սոլիդարությունը պահպանենք իրար հանդեպ, բայց եկել է Սամբյոնից վարչապետի տիկնոջն ասում է, բան, զուգընկերուհի։ Իհարկե ամենայն հարգանքով բոլոր զուգընկերուհիների հանդեպ դրա մեջ վատ բան չկա, բայց Տիկին Գալստյան, դուք չգիտեք, որ վարչապետի զուգընկերուհին չի, վարչապետի տիկինն է, չգիտեք, որ ընտանիք է, ամուսիններ են ձեր շատ սիրած հայկական ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով եւ այդպես ամուսնացել են մեզ լսող բազմաթիվ 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ դուք հիմա 100 հազարավոր մի քանի անգամ ավել, հա, երեխաներին այդ ընտանիքների ասում եք, որ ձեր մայրիկները զուգընկերուհիներ են, կգնաք եւ իդեպ ձեր ֆրակցիայում նայեք, կարող է էլի զուգընկերուհիներ լինեն ձեր ձևակերպած, տեսնենք նորմալ է, թիրախավորերը, հերիք չի ձեր լրատվամիջոցներով եք մատի փաթաթան սարքել է դրվագը, հերիք չի բանը ձեր բլոգերներով եք չստացված սարքել, հիմա դուք եք այս ամբիոնից այդպիսի բան ասում, կին լինելով ու խոսելով կնոջ հանդեպ բան հարգալից վերաբերմունք պահպանելու այդ խաղի կանոնները պահելու անունից։ Կամ Տիկին Թովմասյանը եկել է, այստեղ մամուլի տեսություն է անում։ Մամուլի տեսություն է անում եւ իր ներկայացած մամուլի տեսության որակը հաշվի առնելով, ուզում եմ ասել, որ դուք անգամ մամուլի տեսություն չեք կարողանում, դրա համար ձեր թերթը այդ մակարդակն ունի, որտեղ որ լավ մամուլի տեսություն անեք, Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի որպես ղեկավար եմ հիմա խոսում, Վիետնամի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները կտեսնեք հարյուրավոր մարդիկ, որ եկել էին, նախ լավ են անել եկել էին, ձեր փողերով չէին եկել, ոնց ուզում են, այնպես գալիս են, քանի հոգով ուզում են եւ որտեղ ուզում են ապրում են այդ ընթացքում։ Ասում եք բանը, կտեսնեք, որ այդ մարդիկ ինչ հանդիպումներ են արել, որ մամուլի տեսություն լավ անեիք, կամ ասում 133 հոգով եկել են, 144-ով գնացել են, միստիկա ասում, էլի, որ լսող ասի, այստեղ մի բան ինչի, ասենք բան ենք արել, մարդ ենք դրել տարել են հետը, մենք ենք գնացել, տեղյակ չեք, դա ձեզնից ենք ուղարկել հետները։ Ասենք մինչև պատվիրակության գալը, հարգելի հայրենակիցներ, գալիս են պրոտոկոլի աշխատակիցներ, ովքեր զբաղվում են կազմակերպչական հարցերով, եւ իրենց հետ են գնում, որտեղ արդեն այլ բան չկա կազմակերպելու։ Դրա համար 10 հոգով, 11 հոգով ավելացել է այդ քանակը։ Կամ բանը նկարացույց տալիս, բան 10 հոգանոց ասում է, տեսեք, սա է 130-140 հոգանոց պատվիրակությունը։ Ասենք Տիկին Թովմասյանն ուզում էր, որ Վիետնամի ազգային ժողովի նախագահի, օրինակ, օգնականը, անվտանգության աշխատակիցը, պրոտոկոլի աշխատակիցը կամ այն լուսանկարիչով լուսանկարել է այդ լուսանկարը, եւս լինի լուսանկարում։ Սա բանը абսուրդ է, ու սենց մանիպուլացնել ամեն ինչը, դա հեչ բան չի, էլի, արդար չի ոչ միայն ձեր ընթերցողների, այլև ամբողջ հանրապետության քաղաքացիների հանդեպ։ Կամ արցախցիների մասին, հա,
անընդհատ այդ մարդկանց կարգավիճակը շահարկել է, բազմաթիվ արցախցիների հետ եմ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ու իրենց անունից եմ նաև ուզում խոսել, որ բավական է հանգիստ թողեք այդ մարդկանց ցավը հերիքա որպես քաղաքական շահարկման թեմա դարձնեք ու իրենք էլ հայտարարեցին այդ մարդիկ հեղափոխություն չեն պատրաստվում անել։ Իրենք էլ հայտարարեցին իրենց վերջին պայքարը, դա ինչքան էլ դուք փորձեցիք բեմերից դարձնել քաղաքական պայքար, իրենք էլ ասացին, որ դա սոցիալական խնդիրների հետ էր կապված, կառավարությանն ընդառաջ են գնում, պայմանավորվել են եւ շարունակելու են աշխատել, որ ավելի թիրախային դառնա այդ սոցիալական ծրագրերը, որոնք այժմ կան, եւ ձեր լրագրողի այդ տված հարցինի պատասխան, որ բա ոնց, բա իշխանափոխությունը, բա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ասում են մի րոպե, Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձևավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Այս ձեզ լավագույն պատասխանն է, գնացեք եւ վրանում արված ասուլիսը նորից դրեք եւ նայեք։ Ինչ վերաբերում է արցախցիներին ու հանգիստ թողեք այդ մարդկանց։ Բայց կամ գալիս են բանը հայրենասիրությունից, չգիտեմ ինչերից են մեզ մեղադրանքներ ներկայացնում։ Պարոն Օհանյանը գիտի, որ իր ֆրակցիայում կա падգամավոր, ով իր անչափահաս երեխային դարձրել է օրինակ Վրաստանի քաղաքացի, որպեսզի իր սիրած բանակում չծառայի։ Թող գնան եւ ոչ հայրենասերներ փնտրեն իրենց ֆրակցիաներում հերիք ու բոլեղավ, ինչպես ասում է մեր սիրելի վարչապետը։ Հիմա, բայց տիկին դատախազ, այս ամբողջը քաղաքական բան է, ուղղակի տենց պայքարի նախերգանքա, որը սկսվել է ոչ այսօր, ուղղակի հիմա ուղղակի սրվել է։ Եվ այդ պայքարը ընդհանրապես մի բանի համար է, ոչ թե որ գան, բանը ստանձնեն պատասխանատվություն, երկիրը չգիտեմ ինչ անեն, այլ որ գան այն իրանց թալանածը կարողանան պահեն, որովհետև տեսնում են, որ ապօրինի գույքի բռնագանձման այդ օրենքը աշխատում է եւ իրենց բազմաթիվ գողացածը այսօր անցնում է այդ գործով եւ մենք ուզում եմ արձանագրել, որ ունենք հիմա արդեն կոնկրետ արձանագրումներ, որ բազմաթիվ վարույթներ կան նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Միլիարդավոր դրամների գույքի վերադարձ պետությանը ընթացքի մեջ է։ Եվ որ ամենակարևորն է, այս պայքարը հարգելի տիկին դատախազ, սա ուղղակի սա թվեր չենք ներկայացնում, վիճակագրություն չենք ներկայացնում, սա կարևոր առաքելություն ունի, սա քաղաքացիների այդ արդարության վերականգնման գործընթաց է մեծ հաշվով, սա մեծ ակտ է կարելի ասել, եւ սա կամաց հասարակության այդ վստահությունը իր իշխանության հանդեպ վերադարձի ընթացք է, ոչ թե փորձ։ Իսկ ինչպես է այդ վստահությունը վերադարձվում։ Դուք բազմաթիվ ձեր ելույթում ցանկեր ներկայացրեցիք, ինչ է օրինակ վերադարձվե համայնքային հողեր, չգիտեմ, մանկապարտեզներ, մասնավորեցրած, մշակութային կենտրոններ, դպրոցներ, բազմաթիվ քաղաքացուն պատկանող պետական համայնքային ուրեմն գույքը այս մարդիկ մասնավորեցրել են եւ դրա համար ենք մենք մեծ հաշվով սկսել օրինակ 300 դպրոց կամ 500 մանկապարտեզ սարքել, որովհետեւ այդ շենքերը մասնավորեցրել են, իրենց բիզնեսներն են տալիս օրավարձով այդտեղ բանանեն կամ իրենց բիզնեսներն են այդտեղ տեղակայված կամ տալիս են վարձով այդ տարածքները, որը պետքա ծառայել մեր երեխաներին։ Իսկ այսօր ընդհանուր առմամբ առ այսօր դատարաններում քննվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում շուրջ 150 հայցադիմումներով պահանջ հարգելի քաղաքացիներ հօգուտ Հայաստանի ուրեմն դրանցով պահանջ կա բռնագանձել 1381 անշարժ գույք, 270 շարժական գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է շուրջ ավելի քան 527 միլիարդ դրամ, ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ։ Այս ինչից որ իրանք այստեղ խոսում են, այս միլիարդները եւ ոչ այս բարձա չէ, որ այդ միլիարդների ընդհանրապես մի կաթիլն է ծովում, որը մենք ամբողջ ծովը պետք է վերադարձնենք, չնայած նես չեք պահե, որ ամբողջը կարողանանք վերադարձնել։ Բայց հարգելի տիկին Վարդապետյան, մեզ ամենաշատը ոչ միայն լրագրողները, այլև մեր քաղաքացիները մեզ ամենաշատը հարցեր են տալիս, երբ պետք է ամբողջությամբ այդ թալանը վերադարձվի եւ տեմպերից են բողոքում։ Իհարկե, ես հասկանում եմ ծավալը բայց մենք պետքա, տեսեք, մենք որպես իշխանական, օրինակ, պաշտոնյաներ կանգնած ենք ամբողջությամբ համակարգի թիկունքին։ Մենք աջակցում ենք ինչով հնարավոր է կարողությունների
զարգացում կլինի, ներդրում կլինի, նոր օրենք ստեղծել կլինի, նոր ուրեմն ինստիտուտ կլինի, թե ինչ, մենք ուզում ենք, որ սա մենք մեզնից հասանելիքը ամբողջությամբ անում ենք եւ նաեւ դրա համար իրավունք ենք վերապահում մեզ տեմպերի հետ կապված ձեզ հարցեր ուղղել եւ պահանջել ինչու ոչ, որ այդ տեմպերը ավելի արագացնել։ Եվ ես վստահ եմ, որ հատկապես Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո այս օրենքը, հա, երբ որ պարզվեց, որ խնդիր չունի Սահմանադրականության հետ, այս տեմպերը ել ավելի արագ պետք է ընթանան, այնպես որ մեզ եւ ձեզ բարի երթ եւ շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, հարգարժան Տիկին Դատախազ, ճիշտ ասած, ես չեմ կարող չարձագանքել Արծվիկ Մինասյանին, քանի որ այստեղից ինքը շատ մեծ սուտ հնչեցրեց, ասելով, թե իբրև Նիկոլ Փաշինյանն է մեղավոր մարտի 1-ի դեպքերի համար եւ քիչ էր մնում ասեր Նիկոլ Փաշինյանի ձեռքին էր Չերմուխա 7 զինատեսակը, որով որ իրենք կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Սիրելի հայրենակիցներ, չեմ կարող չանդրադառնալ ոչ բարով երկրորդ նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին, ով այս օրերին մի շարք սուտ եւ կեղծիք տարածեց։ Ամենավտանգավորն այն է, որ ասաց, այդ հայերն են մեղավոր, որ Ադրբեջանը 2020 թվականին հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Դուք ինչու եք երրորդ դեմքով խոսում։ Ինչու եք ձեզ զատում հայերից, հայից, ինչ է, հայ չեք։ Սա բառից բուն իմաստով թշնամական վերաբերմունք է պետության նկատմամբ։ Այս մարդը գովաբանում է, որ իր օրոք ամենաուժեղ եւ մարտունակ բանակն է եղել, քիչ էր մնում ասել, որ ինքն է հայոց բանակի հիմնադիրը։ Հպարտանում է, թե 60, 70, 80-ականների զենքերը լավն են։ Տեսեք ինչ են անում Ուկրաինայում։ Այդ զենքերը ամենահուսալին են, չեն փչանում կամ հեշտ են նորոգվում։ Ես կասեի, որ նետ ու աղեղնել չի փչանում եւ հեշտ է նորոգվում։ Իսկ ինչ կասեք 5-րդ, 6-րդ սերնդի զենքերի ու մարտունակ բանակ ունենալու մասին, որին տիրապետում են աշխարհի շատ պետություններ, այդ թվում նաեւ մեր հարևանները։ Դուք մեզ մեղադրում եք, որ մեր օրոք է ռազմական բալանսը խախտվել։ Իրականը այն է, որ 2005 թվականից ռազմական բալանսը խախտվել է հօգուտ Բաքվին եւ արդեն այդ ժամանակ Ադրբեջանը ռազմական ծախսով 3 անգամ գերազանցում էր մեզ։ Եվ ի վերջո, ինչն եք գովաբանում, երբ որ դուք մեր երկրի դիրքերը կահավորում եք կոնսերվայի բանկաներով։ 2008 թվականի մարտի 1-ին թուլացնելով սահմանները, սահմանադրության խախտմամբ, գաղտնի հրամանով, բանակը բերվեց Երևանի կենտրոն եւ այսպես կոչված մարտունակ բանակի ուժը օգտագործեցիք սեփական ժողովրդի դեմ, 10 անմեղ քաղաքացիներ գնդակահարվեցին։ Ձեր մարտունակ բանակի նախարարներն ու շտաբի պետերը փախած են, որովհետև ինչպես շատ գեներալներ կանգնած են արդարադատության առաջ։ Դուք զինվորի հացն ու ջուրն եք գողացել, զինվորի շորն ու կոշիկն եք գողացել, զինտեխնիկայի արժեքավոր մասեր եւ բենզին եք թալանել, փողով զինվոր եք ազատել։ Խոսում եք տնտեսությունից, որ տնտեսությունից եք խոսում, այն, որ գույք պարտքի դիմաց հանձնեցիք, դուք մեր ենթակառուցվածքները, գործարանները, պետության համար ռազմավարական նշանակության օբյեկտները ամբողջը հանձնեցիք, մարդկանց ունեզրկեցիք։ Ձեր կառավարման տարիներին հոկտեմբերի 27, 30-ից ավել քաղաքական սպանություններ են եղել, ընտրություններ եք կեղծել։ Դուք Լեռնային Ղարաբաղի բնակիչ լինելով սահմանադրական կարգը տապալեցիք եւ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձաք։ Իսկ երբ ձեզ հարց տվեցին, ինչպես եղավ, որ դուք 5 տարի չեք եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձաք նախագահ, ձեր պատասխանն էր. իսկ Արցախը Հայաստան չի։ Դուք Լեռնային Ղարաբաղից եկաք ծակ կոշիկներով, ոչ մի հարստություն, ունեցվածք չունեիք եւ հանկարծ կայծակնային արագությամբ դարձաք միլիարդեր։ Ձեր համար ինչ պետություն, ինչ անկախություն, ինչ ժողովրդավարություն։ Այս համամարտկային արժեքները ձեզ համար ոչինչ են։ Ձեզ համար միայն թակ է ձեր ունեցվածքը, հարստությունը եւ այդ ամենը պահելու համար
բաղձալի իշխանությունը, իսկ գեր նպատակը միութենական պետությունը, իսկ այդ ամենին հասնելու համար ամեն ինչի ունակ եք, թեկուս եւ մարդկանց այրան գնով, եւ այդ ամենը տեսել ու զգացել է մեր հասարակությունը իր մաշկի վրա, դրա համար էլ ձեզ երբեք չեն ների, չի հաշտվի եւ թույլ չի տա ձեր վերադարձը, ինչ դիմակել որ հագնեք, ում էլ ասպարեզ բերեք, մեկ է ձեր վերադարձը չի ստացվի, քանի որ մեր իմաստուն բանիմաց քաղաքացիները ձեզ մերժելու են ընդմիշտ։ Շնորհակալ եմ պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ես էլի որոշել էի, քանի որ առիթն եղավ խոսել ատելության եւ խտրականության խոսքից, որովհետեւ ինչքան էլ պարոն Ռուբինյանն ասի, որ դա միամիտ է, ես մեկահույս ունեմ, որ անընդհատ դրա մասին խոսալուց մի օր առաջանալու է այդ երկխոսությունը, թեկուզ ոչ մեր մեջ, բայց գոնե հանրության շրջանում, իսկ երկխոսությունը միշտ որոշակի կոնսենսուսի եւ որոշակի այդ բանի ավելի մեղմացման է տանում, բայց նաև հնդածը սեղան ելույթներ ու սենց երևի թե խոսքս կձևակերպեմ օրինակները բերելով նաև ելույթներից, ով մենք եկել են մեղադրում են վարչապետին երեկվա խոսույթների մեջ ու ամենահետաքրքիրն ինչ է, որ երկու դրվագով են հիմնականում մեղադրում, առաջի դրվագը իբր կեղծ մատնության համար, երբ որ ասել է, որ լրատվամիջոցները գրում են, որ դուք 5-րդ շարասում եք, մյուս դրվագը, որ մեղադրում են, իբր որ ասել է դատվելու եք։ Բայց մյուս կողմից Տիկին Կյուրեղյանը նստած տեղից պարոն Ալեն Սիմոնյանին ասում է, որ դուք ավելի կարևոր եք, քան վարչապետը։ Միգուցե Տիկին Կյուրեղյան, բայց կարևորությունը պատասխանատվությունից է սկսում, իսկ երբ որ այս ամբիոնը ոչնչացնում եք, երբ որ այս ամբիոնը դարձնում եք անպատասխանատու քաղաքական հայտարարությունների ամբիոն, դրանով էլ չեք կարևորվում։ Ու հեսա կամաց դրանք բան կան։ Հասկանում եք, դուք մի մարդու եք մեղադրում, ով ասել է, որ եթե ըստ լրատվամիջոցների սենց դուք պետք է դատվեիք, ում այս ամբիոնից երևի օրը 1000 անգամ նմանատիպ տերմինոլոգիա հնչում է առնվազն։ Մյուս կողմից մեղադրում եք, ասում եք, մյուս ինչն էին մեղադրում, մեկը բանի մեջ, կեղծ մեղադրանքի մեջ, իբր կեղծ ուսմունքի մեջ։ Դուք օգտագործում եք հայրենահանձնում տերմինը։ Ինչի մենք չենք սրան ընթացք տալի, ասում կեղծ մատնություն եւ այլն, հասկանում ենք քաղաքական խոսույթը, քաղաքական շահերը, բանամ ու դրա տակ չկա իրավական որևիցե պնդում։ Եթե դրա տակ լիներ իրավական պնդում, կարծում եմ գլխավոր դատախազը ստիպված կլներ միայն ձեր ելույթների հիման վրա գործ հարուցեր։ Ուզում ենք, որ գլխավոր դատախազը մեր ելույթների վրա գործեր հարուցի, հարցնում ենք ինչի չի հարուցվել, դուք պատկերացնում եք ձեր ամեն ելույթը, երբ որ խոսքերը լրիվ իմաստազրկում եք, դրանց վրա ելույթներ կազմում էր։ Հայրենահանձնում բառից խոսեցինք, ընդհանրապես խոսքը արժեզրկելը հենց բերում է ատելության քարոզի, որտեղ այդ խոսքը հետո արդեն առանց պատասխանատվության օգտագործվում է։ Մյուս խոսքը, որ օգտագործում եք կապիտուլյացիա բառն է, ու այս վերջի աբսուրդը, որ տեղի ունեցավ, կրկնակի անգամ, սա երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթն է։ Ժողովուրդ, երկրորդ անգամ կապիտուլյացիա գնալու պարագայում դուք արանքում պիտի տոնեք ինքնիշխանության վերականգնում։ Կապիտուլյացիան ինքնիշխանության կորուստի մասն է խոսում։ Այսինքն մեր իշխանությունը ասես կարճ ժամանակահատվածում հասցրեց մի հատ կորցնի ինքնիշխանությունը, հետո չնկատեցինք ոնց վերականգնել ենք այդ ինքնիշխանությունը։ Հիմա նորից կորցնում ենք այդ ինքնիշխանությունը, անլրջացնում եք բառերը։ Եվ միշտ հաշվի առեք, էլի, ընդհանրապես այս արձագանքները իրականում երկխոսություն է։ Ու երբ որ ընկնենք կոնկրետ քեյսերով, հավի ձվի պատմությունն է դառնալ։ Դու ես ասեցիր, բա դու ես ասե։ Մի մոռացեք, իմ օրինակ երկխոսությունը ձեր հետ այս պահին այս ամբիոնից չի սկսվում։ Մեր երկխոսությունը սկսվել է դեռ Քարոզ Արշավից ու շարունակվում է անընդհատ, շարունակվում է հարցազրույցներում։ Մի տեսակ այն տպավորությունն է, որ մարդիկ, երբ որ սոցիալական ցանցերում գրում են ու աշկերի մեջ չեն նայում, իրենց թվում է թե ասենք կարան սեռական հայոյանքներ եւ այլն տալ, այդ նույն ձևի դուք վերաբերում եք հարցազրույցներին։ Ասենք այն որ դուք այդ պահին նստած չեք այդ մարդու դիմաց, մեկը երկխոսությունն է դա։ Երբ որ հարցազրույցներում դուք օգտագործում եք վիրավորանքներ, երբ որ հարցազրույցներում դուք մեղադրում եք դավաճանության մեջ, բայց դրա իրավական հիմք, երբ որ ուզում ենք չկա տակը, հայրենահանձնության մեջ, բայց դրա իրավական հիմքը չկա, էլ ինչ երեսով պիտի գաք մարդուց, որի հասկանում եք, այս մարդկանց նյարդերը կարող է մեր բոլորի ձերն էլ, մերն էլ 100% լարվածության տակ է։ Ու ցանկացած բառ, ցանկացած վիրավորանք
կարա հանգիստ առաջացնի հակադարձումը։ Վերջը գալու է մի օր, որ մենք մեր ասածները, մեր բառերը կարևորենք։ Ուզում ենք ամբիոնը կարևորենք, բայց միևնույն պահին տիկին Թագուհի Թովմասյանը այս ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է փորձում տա դատախազին ու մի հատ նկարի վրա հիմնված եզրակացություններ անում, թե բա 10 հոգի էին ներկա։ Ախր տիկին Թովմասյանը շատ մեծ փորձ ունի քաղաքական, եւ ես չեմ հավատում, որ տիկին Թովմասյանը չգիտի, որ այցերը կարան ունենան պատվիրակություններ, որոնք բոլորը չի որ նկարների մեջ երևալու են։ Միգուցե սկզբից ճշտվեր, միգուցե ունենար հիմնավոր կասկածներ, հիմնավոր կասկածների դեպքում նոր օգտագործել այս ամբիոնը։ Ախր հետո ուզում եք կարևորեք այս ամբիոնը, չի լինելու, չի կարևորվելու։ Մյուսը, ուզում եմ խոսել բանից, թիրախավորումից, խտրականությունից եւ այլն, մեկ էլ այստեղից խոսում է տիկին Գալստյանը ու թիրախավորում է կնոջը։ Հետո էլ ասում է ես իրավական ձևակերպումով եմ տվել ու ով չի հասկանում, որ դրանով մի գնդակով փորձում եք երկու նապաստակ խփեք, մի կողմից ձեռառնեք օրենքը, մյուս կողմից վիրավորեք անձին։ Շատ կներեք, բայց տարբեր ձևակերպումներ ճիշտ կարան լինեն ամուսինների դեպքում։ Կարելի է ասել հետը բնակվողը հազար ձևակերպում կա, բայց կա նաև կիրթ ու գրական ձևակերպում, ու դուք պարտավոր եք խոսել կիրթ եւ գրական։ Մյուս հատվածով Արծվիկ Մինասյանը, իմիջայլոց Արծվիկ Մինասյանն մի քիչ երկար կանդրադառնամ, որովհետև կարծում եմ խոսքի առումով խմբակցությունում բավականին մեծ կալիբր ունի։ Արծվիկ Մինասյանը ինչ է ասում Արծվիկ Մինասյանը։ Արծվիկ Մինասյանը ուզում է, որ վարչապետի հանդեպ քրեական գործեր հարուցվի, այս դրվագով, հելում քաղաքական ելույթ է ունենում, բայց քաղաքական ելույթի մեջ գիտակցելով մի քանի սուտ է ասում։ Մեզ հայտարարում է ամենահարուստը եւ հայտարարում է, որ ամենաշատ մեդիաները մենք ունենք։ Չէ, բայց Արծվիկ Մինասյանը գիտի, չէ, որ մեդիաներն են իրենց պատկանում։ Նաև Արծվիկ Մինասյանը մեր ունեցվածքը գիտի, չէ։ Ես հիմա օրինակ չգիտեմ, որ գնամ տուն ոնց եմ տնեցին, ժողովրդին բան համոզելու, որ իրականում ես թաքցրած փողեր չունեմ, ժողովուրդ Արծվիկ Մինասյանը երևի չգիտեր, որ մենք ամենահարուստը չենք, էլի, տենց կձևակերպեմ, որ քաղաքական ճիշտ ձևակերպում լինի։ Եւ ամենակարևոր բանը, որ արեց պարոն Արծվիկ Մինասյանը, երբ որ ինձ հարցում են, այդ որ ասում ես victim blaming ինչ նկատի ունես, պարոն Արծվիկ Մինասյանը հնարավորություն տվեց բացատրելու։ Այո, զոհի, երբ որ մեղադրում են զոհին, victim blaming-ը դա երբ որ մեղադրում են զոհին։ Երբ որ քաղաքական ակտ իրականացնող մարդկանց գնդակահարման մեջ փորձում են մեղադրեն գնդակահարվողներին։ Երբ որ բռնության դեպքի պարագայում փորձում են մեղադրեն բռնության զոհին։ Այս է victim blaming-ը, երբ որ մարտի 1-ով փորձեցին մեղադրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ վերջում էլ կարճ արցախցիների մասին։ Ես ամենաշատ նեղվողներից մեկն էլ ես եմ արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունքից։ Բոլոր միջազգային կոմպետենտ կառույցները ընդունել են, որ դրական խտրականություն գոյություն չունի։ Եվ այն ինչ որ դուք անում եք արցախցիքի հետ, դա խտրականություն է, որը կարող է առաջացնի իր հերթին նաև բացասական խտրականություն։ Երբ որ դուք արցախցիքին ինստիտուցիոնալացնում եք, երբ որ դուք արցախցիքին որպես առանձին խումբ եք դիտարկում, երբ որ դուք արցախցիքին համոզում եք չդառնալ քաղաքացիներ այստեղի, բայց միառժամանակ համոզում եք պահանջել վարչապետի հրաժարականը, դա նույնպես խտրականություն է եւ ձեր պատկերացրածով դրական խտրականությունը իր հետևից բերում է նաև բացասական խտրականությունը։ Եվ խնդրում եմ այսուհետ ընդհանրապես իրադարձություններ եւ այլն քննարկելուց նույնիսկ դրական լույսի ներքո չառանձնացնել արցախցիներ, երևանցիներ եւ այլ տեղերի բնակիչներ տերմինը։ Եվ ես էլի հույս ունեմ, որ այս երկխոսությունը մեկ այս մի օր հասնելու եմ տեղ, որ այս երկխոսությունը նաև լրագրողները կմտնեն մի օր այս երկխոսության մեջ, որ լրագրողները կդադարեն օրինակ վիրավորական եւ ամենատենց արտահայտիչ հարցազրույցի ժամանակ տողերը բերել որպես վերնագիր, որը լրագրողների միջազգային էթիկայի միջազգային ֆեդերացիայի ձևակերպմամբ լրատվության էթիկայի խախտումը։ Ես հույս ունեմ ու ես առանց հոգնել սրա մասին խոսելու եմ, շնորհակալություն։